Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է երկրորդ խոսափողի մոտ Լիաննա Խաչատրյանը, սա ռազմավարական պլան հաղորդաշարն է, ռազմավարական պլան տուրիզմ։ Առաջին խոսափողի մոտ է տնտեսագետ, կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Աննա Մազմանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գրքին բարև ձեզ։ Աննա, այսօր զրուցելու ենք զբոսաշրջության, այսպես ասենք, էկոհամակարգի տարածքային կառավարման մասին, որքանով է դա կարևոր, որքան ես հասկանում եմ, բացատրեք ինձ, եթե ես սխալվում եմ, ուղղեք ինձ, դա այն ամենն է, երբ որ մենք խոսում ենք զբոսաշրջության մասին, հա մենք պատկերացնում ենք ինչ-որ հյուրանոց, պատկերացնում ենք ինչ-որ հուշարձան, հնամենի տեղ, եւ ձեր ասածը արդեն է տարածքային կառավարումը, դա այն ամենը, ինչը այս ամենի շրջապատում է գտնվում, այսինքն ինչպես հասնել այստեղ եւ ինչ անել այն ամենից հետո, երբ դու տեսար հուշարձանը եւ մտար հյուրանոց, խնդրեմ։ Սենց հարց տամ, օրինակ, երբ ա եղել, օրինակ, վերջի անգամ, որ դուրս եք եկել ինչ-որ միտեղ կամ եկել եք ինչ-որ միտեղ ու միտք առաջեցել, ինչ հարմար է, ինչ հարմարավետ աստեղ ամեն ինչը։ Օրինակ, տենց եղել է Հայաստանում։ Հա, Հայաստանում օրինակ։ Հայաստանում չի եղել։ Հա, դե օրինակ Երևանում, օրինակ որ դուրս է գալիս բակ, անհարմարություն է, չէ՞, անընդհատ, այստեղ մեքենա է կանգնած, այստեղ ինչ որ օրինակ բան տաղավար է, հա, ավելնորդ, հետո դու դուրս ես գալիս մեկ այլ ինչ որ մեծ կամ խանութ կամ ցուցանակ, ինչ որ, այսինքն անհարմարություն եք զգում անընդհատ, ինչ որ զգալն է հաճախ անհարմար։ Այո, շատ հաճախ։ Հիմա այդ ամենը ինչ է, հա, նշանակում, որ այդ տարածքը չի կառավարվում, մենք չենք ասում, հա, արդյունավետ թե ոչ արդյունավետ, չի կառավարվում ճիշտ ձևով, որ մարդուն լինի, հա, հարմար։ Հիմա եթե մենք ուզում ենք որ մարդիկ ճիշտ հասկանան ինչ է նշանակում այդ տարածքի, հա, կառավարումը, հիմա կտամ sense բարդ գաղափարներ ու հետո պարզ օրինակներով, հա, կհասկացնեմ։ Ուրեմն նախ դա ինչ որ մի տարածք է, դա անպայման չի որ լինի մի գյուղ կամ մի մարզ, հա, կոնկրետ X տարածք է, հա, որտեղ որ մենք հասկանանք այդտեղ կլինի, հա, արդյունավետ կառավարում թե ոչ, կա սենց մի գաղափար, ինչքան խիտ են ապրում այդտեղ մարդիկ, ինչքան խիտ է իրանց մեջ այդ կոմունիկացիան, այսինքն կա կոմունիկացիա թե չէ։ Հիմա խիտ լինել է այդ կոմունիկացիայի ու իրանց հետ, ասենք իրանք իրար մեջ, հա, ինչքանով են շատ կապ կա իրանց մեջ թե չէ, հա, 2 գյուղ է, հա, 3 գյուղ է, այդ որակը, այդ կապի ու այդ խտության ինքը շատ լուրջ չափորոշիչ է, այդտեղ մենք կարողանանք տալ զարգացում թե չէ։ Ու մի բան էլ, հա, պայմանավորվենք, որ երբ որ մենք ասում ենք զարգացում, դա պարտադիր չի, որ դրական իմաստով է, ինքը կարող է լինի եւ բացասական, հա, դրա համար մենք ասում ենք, որ կա տարածքային փոփոխություն եւ դա դրական է, հա, եթե մենք ասում ենք, որ այսինքն այդ մենք ենք դնում այդ չափորոշիչը, ինչն ենք մենք համարում, հա, դրական փոփոխություն։ Հիմա եթե գանք հետ մեր երկրի, ուզում եմ բերեմ պարզ օրինակ։ Օրինակ Ծաղկաձորը, հա, այսինքն կար ինչ որ սրբությանն եք կպնում։ Այո։ Այսինքն կար ինչ որ մի պատմական ձևավորված ինչ որ մի միջավայր, հա, ու մարդիկ ունեին այդ ավանդույթը, որ գալիս էին Ծաղկաձոր, հա, դահուկ էին քշում, հա, ձմռանը, ամռանը, օդ էին, հա, շնչում բան էլ դեր տատիկս ասում էր մի հատ գնանք Ծաղկաձոր օդ շնչենք, այսինքն կար արդեն X պատմական, հա, տարածք, հա, որտեղ ինչ որ բաներ արդեն, հա, ձևավորել, կար օրինակ լանդշաֆտ, կար ինչ որ ճարտարապետական լուծումներ,
Հա ինչ որ այդ ազդեցությունը այդ մալականների, հա այդ դոմիկների, ինչ որ ինչ ենք մենք տեսնում այսօր։ Ինձ թվում է, որ Ծաղկաձորը դա սենց դասական վառ օրինակ է, անգրագետ եւ շատ վատ կառավարման։ Այն ինչ կատարվեց մեր աչքի առաջ Ծաղկաձորի հետ, դեռ մարդիկ գնում են, հա իներցիայով են գնում։ Այս տարի արդեն իներցիայով են գնում, հա Ծաղկաձոր։ Մյուս տարի ես գտնում եմ, որ այնտեղ լինելու է բացարձակ անկում։ Այսինքն այնտեղ գնալու են միայն այն մարդիկ, ովքեր ուզում են օրինակ տենց էլի ավանդույթի հետ կապված գնանք օրինակ քաղաքից դուրս ասենք միտեղ ուտելու։ Դա է մնալու։ Ինքը բան որպես կուրորտ ինքը ավարտված է։ Իմ կարծիքով։ Ինչու։ Նախ այդ ամբողջ լանդշաֆտը ինքը աղավաղվել է։ Այդ նոր հյուրանոցներ, ինչ որ շենքեր, ոչ նայում են չափերին այդ շենքերի, այդ տարածքի մեջ այդ շենքը, հա թեկուս ըստ ճաշակի դա կնայվի թե չի նայվի, ինչ որ կամ կանոններ, հա ուրբանիստիկայի, որ անգամ հյուրանոցները մեկը մյուսի շարունակությունը լինեն, չեմ ասում նույնը լինի։ Որ գնում եք, հա օրինակ բան արտասահման ու գալիս ենք հետ, ասում ենք ինչ գեղեցիկ էր այդ Տոսկանան, բան չգիտեմ այդ գյուղերը, այդ տենց չի եղել, հա ինքնուրույն դա չի առաջ, դա մարդն է արել։ Ու մարդն է արել շատ գրագետ, որ դու նայում ես ու տեսնում ես, որ այդ տնակները իրանք շատ ճիշտ ու գրագետ հա դարել են այդ լանդշաֆտի մաս, հա մասնիկ են դարել, այլ ոչ թե հա դրել ու աղավաղել են այն քիչը, որ կար, հա ու կարելի էր շատ հետաքրքիր ու գեղեցիկ ձևի հա զարգացնել, հա եթե դու ունենայիր այդ մաստեր պլանը ու կարողանայիր այդ դրա մեջ հա տեղավորվեիր, էլի բերեիր, հա ներդրումներ, էլի բերեիր, ասենք օրինակ բիզնեսմեններին ասեր, էսա մեր մաստեր պլանը, մենք ունենք այս ձևաչափով, այս որակի ու այս տեսակի շատ պրոյեկտներ։ Այդ բիզնեսն էլ հա ուրախ կլիներ, որ ինքը չհորիներ, ինչ որ պրոյեկտ ասեր, հա այս կվերցնեմ, այս կտորը ու ես կանեմ հա այդ մասը։ Իսկ պետությունը կասեր շատ լավ, ես քեզ հա դրա դիմաց օրինակ չգիտեմ, ինչ որ տալիս եմ բան ինֆրաստրուկտուրն է, ինչ որ բաներն եմ քո լուծում, հա հարցերը, կամ հարկ չեմ վերցնում օրինակ, չգիտեմ, 1 տարվա ընթացքում։ Այսինքն շատ են այդ լուծումները։ Կան լավ օրինակներ, դեռ Հայաստանում ես չեմ տեսել անկեղծ, որ վերցնում են մի տարածք ու կարողանում են այդ տարածքի վրա նայել, հա, տենց լայն հայացքով։ Շատ հաճախ ուղղակի ինչ որ մի բան են անում, ինչ որ մի փոքր, հա, հյուրանոց են, հա, կառուցում ու կողքը նույն ձևի, հա ինչ որ մեկը գալիս է, էլի այդ նույն իրան նման մի հյուրանոց է կառուցում, հետո մյուսն է գալիս, ու դու հետևանքով, ասենք ստանում ես 5 տեսակի նույն տիպի հյուրանոց, ու արդեն էլ չես հիշում այդ որ մեկն էր իր բանը, օրինակ գլեմպինգ էր, թե դոմիկ էր, թե չես հիշում։ Հիմա այդ տարածքի այդ պլանավորողը կամ այն մարդը, որ հա կրում է այդ պատասխանատվություն, դա կարող է լինի եւ туриզմի, հա, կոմիտեն, դա կարող է լինի այդ մարզպետարանը, դա կարող է լինի այդ համայնքը, ինչ որ մեկը պետքա այդ գործից հասկանա, գոնե մեկը, որ մենք կարողանանք ճիշտ կառավարվող հա տարածքներ ստանանք։ Օրինակ ես վերջերս հա իմ աչքով ընկա, որ մոտ 1 ամիս առաջ, հա, երևի որ նախարարը Տկենի մեծ դելեգացիայով ինձ թվում է գնացել էին Մանիլա։ Ինչի աչքովս ընկավ, հա, որտեվ ես էլ էի գնացել այս վերջերս ու Մանիլան ու ընդհանրապես Ֆիլիպինները ինքը շատ բարդ կառավարվող, հա, ոնց որ շատ ասիական պետություններ, շատ բարդ կառավարվող է, շատ մարդիկ են ապրում, խիտ են ապրում, արդեն այնտեղ ձևավորվել է ոչ տուրիստական միջավայր, որը չեն կարողանում փոխեն, հա,
բայց այնտեղ կա մի տարածք այդ Մանիլայում ինքը ասում են որ հին քաղաքը իրականում այնտեղ շատ մեծ մասը տենց ուղակի ոնց որ վերականգնել են կար հին քաղաք բայց իրանք արել են այդ մոդելը ինտրամուրոս այդ քաղաքյանը ես ինձ թվում է որ այդ դելեգացիայի անդամները իհարկե դե նախորոք նայել են ուր են գնում ու իհարկե գնացել նայել են ինչքան լավ օրինակ է ու կարելի է իրենց այդ համայնքներում այդ օրինակը հա վերցնել ու անել այդ տիպի ինչ են իրանք արել այսինքն դա քաղաքի մեջ իսկ Մանիլան այնց բավականին մեծ մեգապոլիս չի բայց ինքը լավ մեծ քաղաք է ինքը օրինակ փաստացի փակ է բայց այնտեղ ապրում են մարդիկ այսինքն այնտեղ ծնվել են մեծացել են ապրում են բայց բոլոր այդ պատմական եւ շենքերը եւ թանգարանները իրանք այդ կլաստերի մեջ են Վենետիկի նման հա ինքը շատ ավելի դե մեծ է հա բան Վենետիկը այնտեղ ավելի տրամաբանությունն է ասում հա այսինքն հին քաղաքի բանի մեջ է ինքը դե կոնցեպտի բայց ինքը ունի իր շատ հետաքրքիր տուրիստական կենտրոնը ինձ թվում է որ իմ տեսածից երևի ամենալավերից է որը որ ես տեսել եմ քաղաքի մեջ շատ մտածված այսինքն դու այնտեղ մտնում ես դու ստանում ես ամբողջ ինֆորմացիան տարբեր լեզուներով այնտեղի աշխատողները ամեն ինչից տեղյակ են իրանք գիտեն դու ինչ պետք է անես ուր պետք է գնաս շատ ճիշտ լուծումներ է տված այսինքն հարմար է օգտվելը հարմար է այդ տարածքը ճիշտ է մտածված որ օրինակ եւ հեծանիվով այնտեղ հա տալիս են քեզ հեծանիվ դու կարող ես այնտեղ մանգաս եւ ոդկով եւ եթե օրինակ սայլակով ես հա բան երեխա ունես հա հետդ մտածված է հարմար է դու չես ման գալիս չկա այդ լեզվի հա խնդիրը այդ հարմար լինելը ամենա ոնց ասեմ ամենալուրջ ու ամենա շոշափելի այն չափորոշիչն է, որ դու որոշում ես, որ այս տարածքի քո արած այդ ներդրումը ու կառավարումը դա արդյունավետ է։ Ես մի հարց եմ ուզում տալ ու չգիտեմ որքանով այն տեղավորվում այդ տարածքային կառավարման եւ ընդհանրապես էկոհամակարգի ստեղծման մեջ։ Հայաստանում մենք ունեցանք շատ հետաքրքիր փորձ ժամանակին, երբ գործարար Ռուբեն Վարդանյանը այդ Տաթևի այդ ճոպանուղու, հա, կառուցումը, որը կարծես թե մի բան էր, հա, բայց մեծ հաշվով փոխեց, չէ, տարածքում տրամադրություն առնվազն, հա, զբոսաշրջական տրամադրություն։ Սա նույնպես կարելի է ներառել այդ էկոհամակարգի կառուցման մեջ, թե ոչ։ Այդ այն տարբերակներից է, հա, որ դու տալիս ես մի հատ շատ ուժեղ լոկոմոտիվ, օրինակ այդ ճոպանուղին, որը որ հետո իր հետևից տանում է հա դու տալիս ես իրանց ինչ որ օրինակ ստանդարտներ կամ ինչա պետք լինելու այդ տարածքի համար, հա, դա օրինակ B&B, կաֆե, նույն այդ ինֆոկենտրոնները եւ այլն ու մարդիկ արդեն իրենք սկսում են ասել, հա, ուրեմն ես ունեմ տուն մի քիչ կանեմ, հա, ինչ որ մի ներդրում ու կբացեմ իմ տան մի մասը, հա, կտրամադրեմ այն մարդկանց, ովքեր որ կգան այդ ճոպանուղին, կնստեն, կգնան, հա, կնայեն եւ այլն։ Իհարկե այն գաղափարները, հա, որ Ռուբենը դնում էր շատ մարդիկ չեն հասկացել այն ժամանակ ու չեն հասկանում, հա, մինչ այսօր շատ ավելի մեծ ու շատ ավելի բարձր ու ասեմ որ իմ փորձից ելնելով երբ որ դու մարզերի հետ ճիշտ ու գրագետ ես աշխատում ու դու մարդկանց այդ օրինակները, այդ չափորոշիչները ու այդ կետը որ ասում ես այ դու կարող ես բան գնաս ու ընդեղ հասնես մեր մարդիկ այնքան տաղանդավոր են
ու այնքան այդ միտքը արագ զարգանում է, ինչ կարող է ինքանի, շատ ճկուն է, որ մի քիչ այդ մարդկանց դու օգնում ես, իրանք շատ արագ կարողանում են կան հասնեն, այո։ Եվ հա, մեծ ճոպանուղի, ճիշտ կառուցված հյուրանոց, բայց ինչ որ մի բանի հետ միասին, օրինակ, եթե դա ագրոտուրիզմը, օրինակ ֆերմա ու հյուրանոց իրար հետ որ անում ես արդեն գինետուն եւ հյուրանոց այո բան ինքը կարող է դաժե մեծ չլինի հա լինի փոքր կամ մեկ այլ լավ օրինակ հա Առատաշեն գյուղում ինքը մեծ չի այդ ներդրումը հա եթե մենք բանը ոտ համեմատենք բայց գյուղում դա եղանակ է փոխում բայց իհարկե եթե դու այդ մենակ շենքը չես հա դու մենակ այդ չես դնում այդ շենքը ասում ես տեղ արտադրում եմ իմ գինին իսկ մնացած այդ գյուղը հա իմ հետ կապ չունի այսինքն դու գնում ես հա դեպի այդ գյուղ այդ ներդրողն է ինքը տենց մտածել ու տենց անում դա ոչ միշտ է լինում որ այդ ներդրողը այդքանը հա կարողանում է պատկերացնի ու անի բայց հա ասենք նույնիսկ փոքր այդ բիզնեսը ինքը կարող է բան փոխի այդ փոքր գյուղում ու դառնա շատ լավ օրինակ, որ կողքի գյուղերից էլ նայում են, ասում են, ինչ հետաքրքիր էր, հա, ուրեմն սենց կարելի էր անել, ու արդեն իրան սկսում են բան միանալ այլ գյուղեր, օրինակ գալիս են ուրիշ գյուղից աշխատանքի այդ գինեգործարան, հա, հետո ասենք մեկը այդ ընտանիքից այդտեղ աշխատում, իսկ մյուսը ասում է հələ բեր օրինակ այդ մարդը որ գալու այդ գինեգործարան, իսկ ես օրինակ արտադրեմ պանիր, հա, իմ մոտ ու տամ այդ գինեգործարանը իր մոտ դա մատուցի դա ստեղծում է տենց բնական էկո համակարգ մեր ժամանակը մոտ 5 րոպե մնաց մեզ իրականում ավարտի համար բայց այդուհանդերձ ուզում եմ անպայման այս հարցից էլ խոսենք դուք ասացիք որ գոնե ինչ որ մեկը մարզպետ մի ինչ որ ու էլի գալիս ենք որովհետև բազում հա տարբեր մասնագետների հետ շատ տարբեր հարցերից երբ որ խոսում ենք գալիս ենք հասնում ենք ներուժին արդյոք մենք ունենք այն մարդկային եւ մտավոր մասնագիտական ներուժը որպեսզի այս ամեն ինչը կարողանանք իրականացնել եւ հա հաճախ կանգնում ենք հենց այստեղ հիմա հարցս ձեզ արդյոք մենք ունենք այդ ներուժը կառավարել դա տարածքային կառավարումը կառավարում հոմենակ կառավարում չի պետք է նախ անալիզ անես չէ հասկանաս ինչ ես անելու այս ամեն ինչը իրականացնելու համար եւ եթե չունենք արդյոք այդքան բարդ է ստեղծել այդ ներուժը հա սովորել այդ ամեն ինչին խնդրեմ ինձ թվում է որ մենք իհարկե ունենք հա ուղղակի այդ ներուժը չի կայացնում է որոշում էլի այդ որոշում կայացնելու այդ օղակի մեջ այդ կոմպետենցիաները չկան ոչ կա այդ տեսլականը հա որ դու կարող ես տեսնես այդ տարածքային կառավարումը հոմենակ այդ ասֆալտը չի այդ այն գաղափարն է որ ինչի հենց ստեղ պետքա լինի ասֆալտ իսկ ստեղ դե անպայման չի այդ ներուժը կա ուղղակի չի ներգրավում այդ որոշում կայացնելու մեջ ու մնում է էլի տենց մասնավորի վրա է մնում, էլի, բացավոք, այսինքն այդ ներուժը չի կարողանում ոնց որ այսպես ասած բարձրանալ ու կայացնել լուրջ որոշումներ, օրինակ, չգիտեմ, ճիշտ օրենքներ, հա, գրել, որոնք կարող են դա կառավարել, ինչը շատ ճիշտ է։ Հետո այդ օրենքները, որ գրվում են, հետո կատարեն այդ օրենքները։ Հա, դա մեկ այլ առանձին խնդիր, հա, օրենքը գրելը քիչ է, փորձիր այն նաև կատարածել եւ վերջին թերևս հարցը էլի, քանի որ մի քիչ էլ ժամանակ մնաց, տամ այ վերադառնալով Սրբատեղի Ծաղկաձոր իրենք մասնավոր ներդրողները, հա, մասնավոր այդ հյուրանոցի տերերը, բիզնեսմենները, իրենք էլ չէ պետք է որ հասկանան, որ երկարաժամկետ նման ամեն մեկը իսկ ես իմ այսինչը կդնեմ, տուժելու են, որովհետև այդուհանդերձ հյուրանոցը ինքը երկարաժամկետ բիզնես է։ Դու չես սարքում հյուրանոց, մի 2 տարի փող առնես, հետո գցես։ Ինքը երկարաժամկետ ներդրում է, երկարաժամկետ փող է, որպես կանոն, գոնե եթե դու ճոխն ես սարքում, մեծն ես սարքում, որպեսզի հետ գա քեզ շուտ պլաններ ունես, չէ՞, գոնե մի 10 տարվա առնվազն։ Ինչու այս հարցի շուրջ
չկա գոնե մասնավորի կողմից ինչ որ փորձ համագործակցել այդ ներուժը կրողների հետ։ Նախ ասեմ sense միտք, որ բիզնեսը ինքը մտածում է միշտ ոնց փող աշխատի։ Այդ բոլոր երկրներում է տենց, հա, հիմա եթե շատ գրագետ է այդ բիզնեսմենը, ուզում է որ այդ մարզը, հա, զարգանա, այդ գյուղը ինչ որ այլ բան ստանա, այդ դեպքում, հա, բայց պետությունը չպետք է ոնց որ ակնկալի, որ բիզնեսը ինքը պետք է դա մտածի, չէ։ Ինքը պետք է իրան դնի ինչ որ բաների մեջ, սահմանափակումների մեջ, ասեմ, հա, երևի, բայց ինքը բիզնեսը, ասեմ, որ ես ունեցել եմ տենց օրինակներ, որ եկել է օրինակ բիզնեսը, ասել է ես անում եմ մեծ ներդնում, 10 քանի, չգիտեմ, 20, հա, 30 միլիոն, ու երբ որ ես իրան տվել եմ հարց, իսկ երբ եք դուք օրինակ, ասենք, կա ժամկետ, որ դուք հա գիտեք, որ էլ չեք հա կրի ինչ որ օրինակ ծախսեր, այ կգաք օրինակ այդ սկսեք եկամուտներ, հա։ Հələ միջև բանը եկամուտը 0-ի կգաք, հա, ասում են, դե մենք հələ դեռ չենք մտածել այդ ուղղությամբ, ու դա մեկը չի եղել, մյուսը չի եղել, ու դու հասկանում ես, որ այդ կապիտալը ինքը չի մտածում։ Այսինքն Հայաստանում անգամ մեծ կապիտալը շատ հաճախ չունի երկարաժամկետ մտածողություն։ Չունի, որովհետև այդ մեծ գումարները տենց բարդ չեն եկել։ Իրանք եկել են հեշտ, դե համար իրանք պետք է անեն այդ ներդրումը, որ ցույց տան, որ այդ գումարները ինչ որ տեղ մենք դրել ենք, դա մեր իրականությունն է։ Ես ինձ չի թվում, որ այստեղ ինչ որ բան եմ, հա, բացահայտում։ Այստեղ կամած մենք բիզնեսից ներխուժում ենք սոցիոլոգիա, էլի։ Ահա, այո, դա շատ պարզ է, դու միանգամից դա հասկանում ես, որ այս ներդրողը ինչ որ մեծ գումարներ ունի, որ ինչ որ արագ միտեղ պետքա ինքը բան ներդնի, եւ ընդհանրապես չի մտածում, ինչ համայնք, ինչ զարգացում, no, չէ, ինքը կարող է ասի, այ ես տեղ անտառ կկտրեմ, ստեղ ես կկառուցեմ, դու ասում ես մի րոպե։ Ու մեծ ֆոնտան, չէ։ Հա, ու մեծ ֆոնտան ու մարմար ու գրանիտ անպայման, կամ ինքը ցույց է տալիս, որ ուզում է անի մեծ ներդրում, բայց իրականում ինքը շատ էժան լուծումներով է անում այդ ներդրումը, ու դու չես հասկանում իսկ ուր գնաց այն մեծ գումարները։ Դե իմացած այն էր, որ հենց համայնքային զարգացումը ինքը նախ եւ առաջ բլուսա բիզնեսի համար։ Իհարկե։ Այսինքն ինչքան համայնքը զարգանում է, ինչքան էկո համակարգը, լանդշաֆտը ձևավորումը, այնքան քո բիզնեսի կայունությունն ու երկարաժամկետությունը աճում է, ինքը բիզնեսի հաշվին չի դա անում, էլի, այսպես ասեմ։ Մի քիչ մեր բիզնեսը այլ բաների մասին է մտածում։ Ինքը իրոք մտածում է ես արագ անեմ, հա, ներդրում, արագ շենք կառուցեմ, արագ բնակարանները այդ վաճառեմ, ապոսլի մինյա ասում է, խոչ պատոп։ Հետո ինչ ուզում է։ Հա, իսկ հետո ինչ ուզում է թող լինի։ Ցավոք դա մեկ իրականություն է, այո, ինքը իդեպ միայն բիզնեսում չի, շատ տարբեր ոլորտներում է։ Նկատում շատ շնորհակալություն այս անգամ շատ հետաքրքիր էլի զրույցի համար։ Մենք շարունակելու ենք մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ասեմ, որ շարունակելու ենք քննարկել, հա, ռազմավարական պլանի, այսպես ասենք, տարբեր անկյունները, որպես օրինակ վերցրել ենք туриզմը, հետևեք մեր հաղորդաշարին, լսեք մեզ, դիտեք մեզ, գրեք ձեր հարցերը, բոլոր հարթակներում ենք գրեթե հասանելի ենք Telegram, Instagram, Facebook, YouTube, այնպես որ միացեք մեր հաղորդմանը, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։